տրամաբանական է լինելու, որ հայկական տրաֆիկը գնա Ադրբեջանով հետ գա Հայաստան։ Հա։ Դա շատ թանկ է օպերատորների համար։ Շատ ավելի էժան է հայկական տրաֆիկը պահել Հայաստանում։ Նույնիսկ եթե այդ տրաֆիկը գնա Ադրբեջան, եթե դու մարդուն գրել ես սիգնալով, Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն տեսնի քո կոմունիկացիայի պարունակությունը, բայց կտեսնեն քո կոմունիկացիայի փաստը։ Որ դու կոմունիկացվել ես, որ ես ու Արսենը ինչ որ բան ենք իրար բզբզում։ Չէ, դու Արսենը էլ մի կողմ։ Արի պատկերացնենք հորաքույր ունես Ամերիկայում։ Okay, այ Ամերիկայում հորաքույր ունես, Իրան սիգնալով գրում ես, ոնց ես հորքույր ջան։ Եթե այդ անցնում է Ադրբեջանի կապուղիներով, իրանք տենում են։ Իրանք տեսնում են, որ դու գրել ես։ Իրանք չեն տեսնում ինչ ես դու գրել։ Բովանդակությունը չեն տեսնում։ Բայց իրանք տեսնում են, որ գրողը ես եմ։ Չէ, իրանք տեսնում են, որ դա ինչ որ մի հայկական IP հասցե է։ Հետո կարա նույնականացնել։ Մի վարքյան։ Կան հատուկ միջոցներ, որոնք թույլատրում են շատ մեծ հավանականությամբ, բայց ելի եմ ասում հավանականությամբ, նույնականացնել այդ տրաֆիկը։ Այդ միջոցները կոչվում են DPI, Deep Packet Inspection, հատուկ սարքերը։ Ադրբեջանը այդ հատուկ սարքերը հաստատ կունենա։ Ոչ թե հաստատ կունենա, ունի։